Հայր Պիմենը աշակերտների հետ ճանապարհ էր գնում։ Դե բնականաբար անապատի միջով էին անցնում, մի վիշապ հարձակվում է իրենց վրա։ Որ հարձակվում է իրենց վրա, Հայր Պիմենը աշակերտների հետ երեխու նման թողնում են փախչում են։ Վազում են։ Դե օծնել ինչ անի, մի քիչ հետապնդում է, թողնում գնում է իր ճանապարհը։ Երբ որ հասնում են վանք, արդեն խաղում են, հանդարտվում են, աշակերտն ասում են, հայրցուկ, մենք վախեցանք, սարսափեցինք, բայց դու էլ վախեցան, որ հետնես երեխու նման փախար։ Ասում է, ես այդ օծից չվախեցա, ես ուրիշ օծից վախեցա։ Այդ հպարտության օծից վախեցա, ասում է, այդ օծից չէի վախենում, ասում է, բայց որ մնայ, ես ինձ ուժեղ ցույց տայ, իմ եսն ու կամքը առաջ տանեի, որ ես տես վիշապ օծին հաղթում եմ, ասում է, հպարտության օծից կպարտվեի։ Այս պատմությունը ինչ է մեզ ցույց տալիս, որ մարդու մեջ կամքը մի տեսակ օծ է նստած, հա, ինքը թաքնված է իհարկե, մարդու եսը կամքը, օծի նման թաքնված է, բայց հենց տեսնում է, որ իրան ուշադրությունը չեն դարձնում, չէ, հենց տեսնում է ինքը անտեսվեց, գլուխը բարձրացնում է, սկսում է ֆշշացնել, հա, այդ երբ է լինում, երբ որ անձը եսը բարձրանում, երբ որ մեր անձին կպնում են, երբ որ մեզ վիրավորում են, այսինքն մեր քնած օծը, մեր միջի օծը եսը, արտնանում է սկսում է ֆշշացնել։ Հիմա, ինչ անենք, բա ոնց անենք այդ օծի հարցը ոնց լուծենք, այդ եսը կամքը, ինքը դարան է մտնում, մենք էլ դարան մտնենք, ինքը գաղտնի է գործում, մենք էլ հակահետախուզություն սահմանենք անձի հանդեպ, հա, բռնացնենք իրան։ Տեսնենք այդ երբ այդ դենց գլուխը բարձրացնում, հենց բարձրացնում ջարդենք։ Այսինքն, հենց որ մեզ վիրավորում են, գիտես շատ արագ է դա այդ հակառեակցիան տալիս, կամ դա ինքնապաշտպանություն չի իրականում, դա եսն է անձը դա խոսում։ Քրիստոնյակ ինքնապաշտպանություն լրիվ ուրիշ բան է, եսասիրությունը կամ հիմա սիրում են, չէ՞ ասել, ինչ բառ են ասում, ինքնասիրություն։ Եսասիրություն, ինքնասիրություն շատ չեն տարբերվում այդ բառերը իրարից։ Քրիստոնեական ինքնասիրություն ուրիշ բան է, աշխարհիկ ինքնասիրություն ուրիշ բան է։ Աշխարհիկ ինքնասիրությունը հիմնականում եսասիրություն է դա, քո եսն ես դու պաշտում։ Դու հենց տեսնում ենք մեր այդ ինքնասիրությունը կամ եսասիրությունը ուզում է գլուխ բարձրացնել, արի թե օգտագործենք, խոնարհեցնենք։ Ուրեմն մի նշանավոր իշխան է լինում, շրջում է քաղաքները ու կաթ է հավաքում ուժով։ Ինչու է այդ ուժով կաթ է հավաքում, որովհետև իր ամբողջ ունեցվածքը ծախսել էր եկեղեցի էր կառուցում ու գումարները չի հերիքում, որ ավարտի, գմբեթին է հասնում, պակասություն անում, ստիպված լինել, որ խորքիսա չէ թողնելու գործ, ավետարանում Քրիստոսը, որ դու նստում ես հաշվարկ ես անում, կարող ես շինարարությունը վերջացնել, թե չէ խայտարակ կլնես, հիմա չէր ուզում խայտարակ կլնել։ Ուժը ուսին դրած պտտվում է քաղաքներում, գյուղերում կաթ է հավաքում, կաթը վաճառում է ու բանվորներին, շինարարությանը փող է տալիս, որ վերջացնեն։ Դե նշանավոր իշխանները տղաներ էլ ուներ, մեկ էլ այդ կաթը ուսին դրած, տեսնում է տղաները նժույգներով, գեղեցիկ, շքախմբով դիմացից գալիս են։ Ասում է խայտարակ եղանք, այսինքն ստե ոչ, այսինքն իր ես, իր անձը, մարդկային իշխանական ինքնասիրությունը սկսում է իր մեջ խոսել եսասիրությունը։ Ասում է, ես իմ տղերքի առջև խայտարակ կլնեմ, ու այդ ինքը կարծես այդ օծին բռնացնում է գլխից, ասում է, Քրիստոսի ամոթ համարեցիր, ու իշխանական եսն ես բարձր դասում, հանուն Քրիստոսի չես դու անում ես բոլորը, կաթը հավաքում ես, ինչ ես անում, քո համար խո չես հավաքում,
եկեղեցի ես կառուցում։ Ասում այ որ դու Քրիստոսին ամոթ համարեցիր, դու ամոթահար պետք է լինես, ով իմ անձ։ Բռնում է այդ կաթը լցնում գլխին, ասում որ դու Քրիստոսի համար աղքատասիրությունը ամոթ համարեցիր ու զավակներիդ առջև չուզեցար կաթի ուժով ներկայանալ։ Հիմա խայտարակ ձևով պետք է ներկայանաս։ Տես ոնց է ինքն իր ես անձը բռնացնում ու խոնարհեցնում։ Եվ այդպես ինքն իր ես անձը շահեց։ Եվ այդպիսի առիթներ մեր կյանքում շատ էլի։ Մեր անձը գտնելու։ Տեսեք, պահքը ամենահզոր զենքերից մեկն է, մարդու կամքը թրծելու, ձևավորելու, հա։ Բայց պահքը մենակ կերակրի տեսքով չի լինում։ Պահքը բազմաթիվ շերտեր, բազմաթիվ երեսներ, բազմաթիվ կերպեր ունի պահքը։ Պահքը ուրակ եւ չպիսին է։ Պահքը աչքերի պահքն է, հա։ Գիտեք, չէ, այն Հովհաննես Ավետարանչի, հա, խոսքի համաձայն ասում է, այս աշխարհի մեղքն ինչ է, աչքերի ցանկասիրություն։ Դուք չեք պատկերացնում մեր աչքերը ինչ ահավոր ցանկասեր են։ Աչքերը ահավոր շատ են ուզում տեսնեն։ Ականջները դրա կեսը կարելի է ասել։ Ականջները այդքան շատ չեն ուզում լսել, հոգնում են, բայց աչքերը չեն հոգնում։ Պարկում այս տեղերը էլի աչքերը ուզում է տեսնել։ Այն վերջի քնելուց առաջ քնաթաթախ, կիսակում, կիսաթուն, մի հատ տեսել թերթեմ, մի հատ տեսել նայեմ, մեռնում ես արդեն, բայց մեռնես, բայց էլի չէ։ Աչքերը ահավոր ուզում են անընդհատ տեսնել։ Մարդու ինֆորմացիայի 90%-ից ավելի աչքերից է գալիս։ Աչքերը մեծ առիթ, մեծ հնարավորություն կամքդ սանձելու, աչքերի ժուժկալություն դիր, զսպիր աչքերդ։ Բնությանը նայ, երկնքի նայ։ Աչքերը իրենց ինչ են սիրում, ուզում են վառ գույներ, հետաքրքրություն, բայց որ նայում ես բնության, մի տեսակ այդ գովազդը չկա։ Բնության մեջ վառ գույները դες չկան։ Եթե կան էլ վառ գույներ, փոքր են, ծաղիկն է, մեղուն է, հա։ Վառ գույն շատ փոքր են, իսկ հլա աշխարհիկ բաները նայի, վառ գույները մեծ են, փոքր չեն։ Վառ, բայց մարդու տեսողություն Աստվածանից աստեցել, որ այդ վառ գույներն ինքը սովոր չի ընկալում։ Ու այդպես մեր աչքի տեսողության մեջ խախտում է տեղ ունենում։ Ոնց որ աչքի ագահություն առաջանում մեր մեջ։ Այդ հեռուստացույց, այդ հեռախոսը ինչ է։ Աչքի ագահություն։ Իրականում մեզ թվում է, թե մարմինն է այդ ուզում, չէ, մարմինն է, չի դիմանում, բայց աչքերը անսպառ են ուզում տեսնել։ Ուրեմն, մեր կամքը թրծելու ամենամեծ հնարավորությունը, ամենահզոր առիթը աչքի ժուժկալություն, զսպել մեր աչքերը, սովորեցնել բնական հայացքների, ինչ որ Աստված ստեղծել է, նայել բնության, ասում են եկեղեցու սուրբ հայրերը, նայել երկնքին, նայել ծաղիկներին։ Ես մարդու մեջ ուրիշ ճաշակ է ձևավորվում, երբ որ արարչությանն է նայում, Աստծո ստեղծագործությանն է նայում։ Եվ լրիվ ուրիշ ճաշակ, եւ ուրիշ մարդ է ձևավորվում, երբ որ մարդու ստեղծածին է նայում։ Մարդու ստեղծած մարդու հոգին չի խաղաղեցնում։ Լրիվ ուրիշ է մարդու ստեղծածը, լրիվ ուրիշ Աստծո ստեղծածը։ Նույնն էլ ականջները, նույնն էլ հələ շրթունքները, բերան հələ նայ Աստծո ստեղծածը, հələ դուք էր ինչ որ բնությունն է քեզ տալիս։ Ստամոքսդ քեզ շնորհակալություն հայտնում։ Հələ բայց մարդու ստեղծածը դուք էր, նույն ագահությունն առաջանում։ Այսինքն ստամոքսի ագահություն։ Աստծո ստեղծած ագահություն չի առաջացնում։ Ինչքան կարաս միրգ ուտես, շատ չես կարում ուտես։ 1, 2
Ագենում ես ու դնում ես միկը եւ էլի տեղ ես ունենում ուտելու հələ բայց դու մարդու ստեղծած դեր հələ դու շոկոլադ կեր կիլոներով կուտես ելու կուզենաս ուտել հələ դու թրջունների ծլվելոցը լսիր հələ գետակի խախաջուն լսիր խաղում ես հանդարտում ես շատ չես կարող լսել ինչ որ պետք է դու ստանում ես հետ ես կաչում հələ բայց դու երաշտություն լսիր ժամերով կլսես ականջներդ կփակես ականջակալները կտնես կկտրվես աշխարից ականջի ագահություն կառաջանա էլի ոնց որ դրած լինի մի ահավոր բանա դրված եւ այդպես էլ մյուս զգայարանները հələ չգիտեմ դուք ես ես վերջերս եկել եմ այն եզրահանգման որ ամենալավ հոտը ունի մաքուր օդը ինքը սուր բաներ չունի ոլոց անելիքները վայ էլ ագահություն գայթակղություն հավոր ուզում ես հոտ քաշես բայց մի պահ զգում ես որ էդի զզվելի է իրապես զզված ես արդեն զզվում եմ այդ օծանելիքների հոտերից մաքուր օդ ամենալավ հոտն ունի թեթև ծաղիկների բուրմունք ոչ մի սուր բան չկա տեղ գարնանային մաքուր օդ հələ ծաղիկների բուրմունքը տարածվում օդի մեջ խենթանալու երանություն այսինքն դու զգում ես որ Աստծո ստեղծած նորարարած ինչքան գեղեցիկ է ինչքան նուրբ է ինչքան ճաշակով է եւ մարդու ստեղծած բռնում են խտացնում են այդ հոտերը լցնում են օծալերիքի մեջ բնական կամ անբնական հիմա հիմնականում անբնական են թեկուզ թող վարդի յուղը լինի կամ չգիտեմ ինչ լինի բնական էլ թե լինի բայց չպետք է խտացվի որ խտացվում արդեն էդի լավ չի որտեղ չափը շատ է լինում ամենալավ ամպելիքը որն է ջուրը չեք պատկերացնում թե ինչքան է մարդուն հագեցնում ջուրը խենթանալու բաղադրությունն է Աստծո ստեղծած ջուրը օրգանիզմը դրանից երանում երջանկություն ապրում հələ բայց այդ թույները դու խմի այդ գազավորված հյութերը ուզում ես էլի խմել բայց տեսնում ես որ օրգանիզմդ արդեն սպանվում է մեռնում է այդ հյութերի ձեռ ես ամենահասարակ բաներն ասեցի նույն էլ հոգևոր հիմա տեսեք Աստված գեղեցիկ է դանդաղ ամեն ինչ ստեղծել հա Ունակ Ադամին ասել էր որ չուտես չարքելված պտղից եկեղեցու սուրբ հայրն ասում է որ 40 օր եթե կարողանար պահել ժամկետ էր նշանակել հետո կարող էր ուտել ու ոչ ոք չլինի բայց երկուսով Եվան ու Ադամը ոչ մի կին առանց չարազնացնենք ուզեցան արագ անել այս ագահություն Աստվածանալու փափագը արագ լինի արագ 7 ժամ ու վերջ արագ չպետք է լինի ոչ մի 40 օր ասել էր Աստված 40 օր պահքա չէ այդ Ադամի փորձության շրջանն է չէ մի շաբաթ հերիք չէ հերիք չի 40 օրն է 50 օրն է մի շաբաթ էլ վրա դիր արագություն պետք չի ստեղ հոգևոր իմաստով էլի մենք ժուժկալ ենք մենք համբերատար լինենք որ համբերենք հա ուրեմն ինչի սկսեցինք խոսքը մեր եսից, մեր կամքից, այդ օծից, որ մեր մեջ նստած է ինքը մեզ հետապնդում է, մենք պետք է հակահետապնդենք հետախուզում մենք պետք է հակահետախուզենք իրեն գտնենք գլուխը բարձրացրի ջարդանենք ուզեց իր եսը չէ նստի տեղդ ուզում է նայել չէ նայում ես երկնքին նայ ուզում է հոտ քաշես մաքուր հոտ քաշի օծանելիք պետք չի քեզ
ակաժներ, ուզում ես լսել, ծառերի թռչունների ծլվելոցը լսի, և այսպես շարունակ, ուզում ես ուտել միրգ կեր, շոկոլադ չուտես, օրինակ եմ ասում, էլի, և այսպես ես, կամաց, այսինքն պահքը դարձավ մեզ համար ոչ միայն մարմնի օգուտ, այլև հոգու օգուտ, մենք սկսեցինք կամք ձևավորել մեր մեջ, թրծել մեր մեջ կամքը, մենք սկսեցինք վարին կապամենալը, մենք սկսեցինք գտնել մեր կամքը, գործել ենք, օծին ենք տվել, օծի գլուխը ջարդինք վերցինք մեր կամքը, ով որ չի ուրանա իր կամքը չի գտնի այն, հենց այս է ուզում ասել Քրիստոս,